Կա մի թղթապանակ, որը տասնամյակներ շարունակ պառկած է եղել փակ դարակում, եւ նրա կազմին գրված է եղել ընդամենը մեկ բառ՝ գաղտնի։ Ներսում ոչ թե զենք, ոչ թե արյուն, ոչ թե կեղծ դրամ, այլ թղթեր, հասարակ թղթեր, կուսակցական արձանագրություններ, Մոսկվայից ուղարկված հեռագրեր, Կենտկոմի բյուրոյի նիստերի սխագրություններ։ Բայց այս չոր գորշ թղթերը պատմում են մի մարդու մասին, ով 5 տարի շարունակ կառավարում էր ամբողջ Հայաստանը, իսկ հետո մի քանի ամսում անհետացավ, ասես նրան երբեք չէր եղել։ Նրա անունը ջնջեցին թերթերից, նրա դիմանկարը հանեցին պատերից, նրա անունը արգելված դարձավ ասել բարձրաձայն։ Իսկ ամենազարմանալին այն է, որ նրան վայր գցողը ոչ թե թշնամին էր, ոչ թե դավաճանը, ոչ թե ինչ-որ ստվերային մարդ Երևանի խավարից, այլ հենց այն ձեռքը, որ ժամանակին նրան բերել էր իշխանության։ Ով որոշեց, որ Հակոբ Զարոփյանը պետք է հեռանա, եւ ինչու այդ որոշումը կայացվեց ոչ Երևանում, այլ հազարավոր կիլոմետր հեռու, Կրեմլի սառը միջանցքներում։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես ընկավ այս մարդը, պետք է նախ հասկանանք, թե որքան բարձր էր նա բարձրացել։ 1960 թվականի վերջին դեկտեմբերյան սուրտ օրերին Երևան եկավ մի մարդ, որին մայրաքաղաքի շատ բնակիչներ նույնիսկ չէին ճանաչում։ Նա ծնվել էր 1908 թվականին հեռավոր Արտվինում, մի վայրում, որն այսօր այլևս Հայաստանի սահմաններում չէ։ Նրա ընտանիքը պատկանում էր այն հայ գերդաստաններից մեկին, որոնք գիտեին, թե ինչ է նշանակում փախչել, թողնել տունը, սկսել ամեն ինչ զրոյից։ Մանկուց նա տեսել էր աղքատությունը, տեսել էր, թե ինչպես են մարդիկ կորցնում ամեն ինչ ընդամենը մեկ գիշերում։ Եվ թերևս հենց այդ վաղ վերքն էր, որ նրա մեջ կոփեց այն երկաթյա կամքը, որով նա հետագայում մագլցեց իշխանության սանդուղքով։ Երիտասարդ տարիներին նա հեռու էր Հայաստանից։ Նա ապրում էր, սովորում եւ աշխատում Ուկրաինայում, ապա Ռուսաստանի արդյունաբերական քաղաքներում։ Նա ինժեներ էր, գործարանի մարդ, մեքենաների ու մետաղի մարդ, ոչ թե ճառերի ու բեմի։ Հենց այս հատկությունն էր, որ նրան դարձրեց արժեքավոր Մոսկվայի աչքում։ Կրեմլին պետք էին ոչ թե երազողներ, այլ կատարողներ, մարդիկ, ովքեր կարող էին պլան կազմել, ստորագրել հրաման եւ ապահովել, որ գործարանը կաշխատի։ Եվ երբ բարձրաստիճան ղեկավարները նայեցին Հայաստանի շուրջ, փնտրելով մի մարդու, ով կարող էր այս փոքրիկ, բայց հպարտ հանրապետությունը պահել ամուր ձեռքի մեջ, դրանց հայացքն ընկավ Զարոբյանի վրա։ Բայց արդյոք նրանք գիտեին, թե ում են ուղարկում Երևան, թե կարծում էին, որ ուղարկում են պարզապես հնազանդ պաշտոնյա, ով կանի այն, ինչ իրենք ասեն։ Առաջին տարիներին թվում էր, թե Մոսկվան չի սխալվել։ Զարոբյանը գործի անցավ այնպիսի եռանդով, որ նույնիսկ նրա հակառակորդները ստիպված էին լռել։ Նրա օրոք Հայաստանը սկսեց փոխվել աչքի առաջ։ Բարձրացան նոր գործարաններ, քիմիական արդյունաբերության հսկաներ, մեքենաշինական ձեռնարկություններ, որոնք աշխատանք էին տալիս հազարավոր մարդկանց։ Գիտությունը ստացավ նոր շունչ, բացվեցին լաբորատորիաներ, ինստիտուտներ, հետազոտական կենտրոններ։ Երևանը դադարեց լինել փոշոտ, քնկոտ նահանգային քաղաք եւ սկսեց վերածվել ժամանակակից մայրաքաղաքի։ Մարդիկ զգում էին, որ ինչ-որ բան փոխվում է դեպի լավը, որ վերջապես եկել է մի մարդ, ով ոչ թե միայն խոսում է, այլ կառուցում։ Եվ կամաց-կամաց այն օտարը, ով եկել էր հեռվից, դարձավ իրենցը։ Բայց հենց այստեղ է թաքնված այս պատմության առաջին դառը ճշմարտությունը։ Որքան շատ էր Զարոբյանը դառնում իրենցը հայ ժողովրդի համար, այնքան ավելի էր նա դառնում կասկածելի Մոսկվայի համար։ Կրեմլը հայ ղեկավարից սպասում էր մի բան՝ հնազանդություն։ Հանրապետության ղեկավարը պետք է լիներ կամուրջ Մոսկվայի կամքի եւ տեղի ժողովրդի միջև, բայց այդ կամուրջը պետք է միշտ թեքվեր մի ուղղությամբ։ Իսկ Զարոբյանն ուներ մի վտանգավոր հատկություն, որը կենտրոնը երբեք չէր ների։ Նա սկսում էր մտածել ոչ միայն գործարանների ու պլանների մասին, այլ իր ժողովրդի հոգու մասին։ Եվ կար մեկ հարց, մեկ ստվեր, որ կախված էր ամբողջ Հայաստանի վրա եւ որին ոչ ոք չէր համարձակվում դիպչել։ Ինչ կպատահեր, եթե հանրապետության ղեկավարը որոշեր բացել այն դուռը, որը Մոսկվան տասնամյակներ շարունակ պահում էր ամուր փակ։ Որպեսզի հասկանանք, թե որքան վտանգավոր էր այդ դուռը, պետք է մտնենք այն հին շենքերից մեկը, որտեղ պահվում էին երկրի գաղտնիքները։ Պատկերացրեք երկար միջանցք, թույլ լույս, ծխախոտի մշտական հոտ եւ մի դռան հետևում նստած մարդիկ, ովքեր կարդում էին հանրապետություններից եկող ամեն մի զեկույց։ Նրանք ուսումնասիրում էին ոչ թե հանցագործություններ, այլ տրամադրություններ։ Ինչ են խոսում մարդիկ խոհանոցներում, ինչ բանաստեղծություններ են արտասանում երիտասարդ ուսանողները։ Ինչու է հանկարծ Երևանում շատացել խոսակցությունը անցյալի մասին։ Այս մարդիկ վախենում էին ոչ թե ատրճանակից, այլ հիշողությունից։ Իսկ հայ ժողովրդի հիշողությունը կրում էր մի վերք, որն այնքան խորն էր, որ նրա մասին նույնիսկ ձայն բարձրացնելը համարվում էր պետական վտանգ։ Այդ վերքը 1915 թվականն էր։ 50 տարի անցել էր այն ահավոր օրերից, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր երեխաների, իր ծերերի, իր ամբողջ աշխարհի մի հսկայական մասը։ 50 տարի այդ ցավի մասին պետք էր լռել,
Խորհրդային պետություն այդ թեման համարում էր անհարմար, քաղաքականապես վտանգավոր, քանի որ այն կապված էր սահմանների, հարևանների եւ մեծ քաղաքականության հետ։ Մարդիկ լաց էին լինում տանը, շշուկով հիշում էին պապերին ու տատերին, բայց հրապարակավ ոչ ոք չէր համարձակվում ասել այն, ինչ բոլորը գիտեին։ Եվ ահա, մոտենում էր այդ սարսափելի տարեդարձը, կեսդար ողբերգությունից հետո։ Ամբողջ ժողովուրդը զգում էր, որ լռության շղթան այլևս չի դիմանա։ Հարցն այն էր, թե ով կլինի այն մարդը, ով կհամարձակվի առաջինը դիպչել այդ արգելված դռանը։ Իսկ ինչ, եթե այդ մարդը հենց հանրապետության ղեկավարն էր։ Հակոբ Զարոբյանը պաշտոնյա էր, ոչ թե հեղափոխական։ Նա ամբողջ կյանքում սովորել էր գործել զգուշորեն, քայլ առ քայլ, երբեք չանցնելով այն գիծը, որից այն կողմ սպասում էր կործանումը։ Բայց պատմությունը երբեմն ընտրում է զգույշ մարդկանց անելու ամենավտանգավոր քայլերը։ Մինչ Մոսկվայում ենթադրում էին, որ տարեդարձը կանցնի լուռ, Երևանում Զարոբյանը հասկանում էր ճշմարտությունը։ Նա տեսնում էր ժողովրդի աչքերը։ Նա լսում էր այն, ինչ ասվում էր փակ դռների հետևում։ Նա գիտեր, որ եթե իշխանությունն ընդհանրապես ոչինչ չանի, ապա ժողովուրդը ինքը դուրս կգա փողոց, եւ այդ դեպքում ոչ ոք չի կարողանա կանխատեսել, թե ինչով կավարտվի։ Եվ այստեղ ծնվեց այն վտանգավոր մտքերից մեկը, որը հետագայում նրա համար կդառնար մահացու։ Իսկ եթե հենց ինքը իշխանությունը գլխավորի այդ հիշողությունը, իսկ եթե նա կարողանա համոզել Մոսկվային, որ ավելի լավ է վերահսկվող սուգ, քան անկառավարելի ապստամբություն, հենց այստեղ էլ նրա ճակատագիրը սկսեց դանդաղ, բայց անխուսափելի շրջվել, որովհետև Մոսկվայում նոր ուժ էր եկել։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Կրեմլում տեղի էր ունեցել լուր հեղաշրջում։ Հին ղեկավարին հեռացրել էին եւ իշխանության գլուխ էին անցել նոր մարդիկ, ավելի սառը, ավելի զվուշավոր, ավելի վախկոտ ամեն ինչի հանդեպ, ինչը կարող էր նմանվել անկարգության։ Այս նոր մարդիկ ատում էին ամեն ինչ, ինչը դուրս էր գալիս նրանց վերահսկողությունից։ Նրանց համար ազգային զգացմունքը, հիշողությունը, ժողովրդական վիշտը ոչ թե սուրբ բան էր, այլ վտանգ, պայթյունավտանգ վառոդ, որից պետք էր հեռու մնալ։ Եվ ահա հենց այս պահին, ճակատագրի ամենավատ պահին, հայ ղեկավարը որոշեց մոտենալ կրակին։ Արդյոք նա հասկանում էր, որ խաղում է իր կարիերայի, գուցե եւ իր ողջ կյանքի հետ։ Ասում են, որ առաջին նամակները, որ Զարոբյանն ուղարկեց Մոսկվա, գրված էին ծայրահեղ զգույշ լեզվով։ Չհաստատված վկայությունների համաձայն նա չէր խնդրում մեծ բան։ Նա առաջարկում էր թույլատրել համեստ ոգեկոչում, գուցե հուշարձան, մի վայր, ուր մարդիկ կարող են գալ ու լաց լինել, առանց բարձր ձայնի, առանց քաղաքականության։ Նա ըստ երևույթին փորձում է ներկայացնել ամեն ինչ որպես կարգ ու կանոնի հարց, ոչ թե ազատության։ Բայց Մոսկվայի սառը գրասենյակներում նույնիսկ այս համեստ խնդրանքը հնչեց որպես ահազանգ։ Ինչու է հայ ղեկավարը հանկարծ հիշել այդ տարին։ Ինչ է թաքնված այս զգույշ բառերի հետևում։ Արդյոք սա սկիզբն է մի բանի, որը կարող է դուրս պրծնել վերահսկողությունից։ Եվ թեև պատասխանը դեռ չէր եկել, ինչ որտեղ, խորքում, արդեն ծնվում էր այն կասկածը, որը մի օր կվերածվեր դատավճռի։ Մինչ այս թղթերը ճանապարհ էին ընկնում մի քաղաքից մյուսը, Երևանում ապրում էր մի մարդ, ով դեռ չգիտեր, որ արդեն կանգնած է անդունդի եզրին։ Նա շարունակում էր աշխատել իր սովորական ռիթմով, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, հանդիպումներ, փաստաթղթեր, գործարանների բացումներ, ճառեր։ Նրա կինը հաճախ էր ասում, որ նա ապրում է ոչ թե տանը, այլ իր աշխատասենյակում։ Նրա սեղանին միշտ կիտված էին թղթերի կույտեր, եւ երբեմն ուշ գիշերին քարտուղարոհին տեսնում էր, թե ինչպես է նա մենակ նստում լուսամփոփի թույլ լույսի տակ եւ երկար նայում պատուհանից այն կողմ, դեպի քաղաքի լույսերը։ Ինչ էր մտածում նա այդ պահերին։ Կանխազգում էր արդյոք, որ այս լույսերը, այս քաղաքը, այս ժողովուրդը, որի համար նա այդքան էր աշխատել, շուտով կդառնան նրա համար արգելված հիշողություն։ Թե դեռ հավատում էր, որ կկարողանա անցկացնել իր իժնավը երկու քարերի միջև, ժողովրդի ճնշման եւ Մոսկվայի վախի։ Հենց այս հարցն է, որ կախված է ամբողջ պատմության վրա, որովհետև Հակոբ Զարոբյանի ճակատագիրը ոչ թե պարզ պաշտոնյայի անկման պատմություն է, այլ ավելի խորը մի բան։ Սա պատմություն է այն մասին, թե ինչ է լինում, երբ մարդը կանգնում է իր ժողովրդի ու հզոր մեքենայի միջև։ Սա պատմություն է լռության գնի մասին եւ այն, թե որքան թանկ կարող է արժենալ ընդամենը մեկ համարձակ քայլը։ Եվ ինչպես ցույց կտան այն գաղտնի թղթերը, որ տասնամյակներ պառկած են եղել փակ տարակներում, ապրիլի այն ճակատագրական օրվա եւ հաջորդ տարվա մարտի միջև Զարոբյանի շուրջ դանդաղ, բայց անխնա սեղմվում էր ապարատային ճնշման օղակը։ Բայց ինչպես սկսվեց այդ սեղմումը եւ որ պահն էր այն, որից հետո հետդարձ այլևս չկար։ Պատասխանը Մոսկվայից եկավ ոչ թե նամակով, այլ լռությամբ։ Իսկ իշխանության աշխարհում լռությունն ամենավտանգավոր պատասխանն է, որովհետև այն կարելի է մեկնաբանել ինչպես ուզես, եւ սխալ մեկնաբանությունը կարող է կործանարար լինել։ Շաբաթատներ շարունակ Զարոբյանը սպասում էր նշանի։ Նա հասկանում էր, որ եթե Կրեմլը արգելի ամեն ինչ, ապա ժողովուրդը կզայրանա, բայց ինքը կմնա անվտանգ։
Իսկ եթե Կրեմլը թույլատրի, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի իր ուսերին։ Եվ ահա, ի վերջո եկավ այն, ինչ ամենից շատ վախենում էր ստանալ զգույշ պաշտոնյան։ Ոչ թե հստակ արգելք, ոչ թե հստակ թույլտվություն, այլ պղտոր, երկիմաստ համաձայնություն։ Մոսկվան ասես թույլ էր տալիս ինչ-որ համեստ բան, բայց առանց ստորագրության, առանց երաշխիքի, այնպես որ եթե ինչ-որ բան վատ ընթանար, մեղավորը կլիներ միայն մեկը։ Արդյոք Զարոբյանը հասկացավ, որ սա ոչ թե թույլտվություն էր, այլ թակարդ։ Հենց այս պահից սկսվում է մի սարսափելի, գրեթե անտեսանելի խաղ։ Մի կողմից Զարոբյանն էր փորձելով գլխավորել անխուսափելին, ուղղորդել ժողովրդական վիշտը հանգիստ, վերահսկվող խունով։ Մյուս կողմից ապարատի այն մարդիկ, ովքեր արդեն սկսել էին հավաքել թղթեր, գրառումներ, դիտարկումներ։ Ամեն մի քայլ, որ անում էր հայ ղեկավարը, գրանցվում էր ինչ-որտեղ։ Ամեն մի որոշում, որ նա ստորագրում էր, պատճենվում էր յումեր եւ ուղարկվում Հյուսիս։ Նա կարծում էր, որ կառուցում է հիշողության տաճար, իսկ ինչ-որ մեկը կառուցում էր նրա դեմ գործը, թերթ առ թերթ, փաստ առ փաստ։ Եվ ամենազարմանալին այն է, որ այս ամենը կատարվում էր ժպիտով։ Մոսկվայից եկող պաշտոնյաները սեղմում էին նրա ձեռքը, գովում նրա ձեռքբերումները, խմում նրա առողջության կենացը։ Բայց արդյոք ձեռքսեղման այդ ջերմության հետևում արդեն չէր թաքնված այն սառը հաշվարկը, որ այս մարդը շուտով ավելորդ կդառնա։ Մինչ իշխանության վերին հարկերում խավ էր գնում, ներքևում, փողոցներում, համալսարաններում, գործարաններում ինչ որ բան փոխվում էր։ Մարդիկ սկսել էին ավելի բացահայտ խոսել։ Երիտասարդ ուսանողները, ովքեր ծնվել էին պատերազմից հետո եւ երբեք չէին տեսել հին աշխարհը, հանկարծ զգացին իրենց պապերի ցավը այնպես, ասես այն իրենցն էր։ Համալսարանների միջանցքներում շշուկով փոխանցվում էին բանաստեղծություններ։ Ընտանիքներում ծերերը, ովքեր տասնամյակներ լռել էին, սկսեցին պատմել, ինչպես էին քայլել անապատով, ինչպես էին կորցրել մայրերին, ինչպես էին փրկվել հրաշքով։ Հիշողությունը, որ այդքան երկար պահվել էր կողպեքի տակ, սկսում էր արթնանալ։ Եվ ոչ մի իշխանություն, ոչ մի ապարատ, ոչ մի հեռագիր Մոսկվայից չէր կարող կանգնեցնել մի ամբողջ ժողովրդի արթնացող հիշողությունը։ Հարցն այլևս այն չէր, թե կլինի ոգեկոչում։ Հարցն այն էր, ով կկառավարի այն եւ ով կվճարի դրա գինը։ Զարոբյան ըստ չհաստատված վկայությունների այդ ամիսներին գրեթե չէր քնում։ Նրա մերձավորներից մեկը հետագայում հիշում էր, որ ղեկավարը դարձել էր լուր, մտախոհ, ասես անընդհատ ինչ-որ բան էր կշռում մտքում։ Նա հասկանում էր, որ եթե ոգեկոչումը դուրս գա վերահսկողությունից, Մոսկվան նրան երբեք չի ների։ Բայց նա նաև հասկանում էր մի այլ, ավելի մարդկային բան։ Նա ինքը հայ էր։ Նրա արյան մեջ էր նույն վերքը, նույն հիշողությունը, եւ թերևս առաջին անգամ իր ողջ կարիերայում նա կանգնած էր ընտրության առջև, որը ոչ թե քաղաքական էր, այլ բարոյական։ Մնալ անվտանգ, լռել, թողնել, որ ամեն ինչ անցնի եւ պահպանել իր աթոռը, կամ կանգնել իր ժողովրդի կողքին, նույնիսկ եթե դա նշանակում էր կործանել ինքն իրեն։ Որ ճանապարհն ընտրեց վերջում այս զգույշ հաշվարկող մարդը եւ ինչու։ Կա մի մանրուք, որը հաճախ բաց է թողնվում այս պատմության մեջ, բայց որն ամեն ինչ բացատրում է։ Զարոբյանը, ի տարբերություն շատ այլ պաշտոնյաների, հավատում էր, որ հիշողությունը պետք է ունենա քար, ոչ թե միայն խոսքեր, ոչ թե միայն մեկ օրվա սուգ, այլ մի վայր, որը կկանգնի դարեր։ Հենց այս միտքն էր, որ ծնեց ապագա հուշարձանի գաղափարը, մի վայր բարձունքի վրա, որտեղ ամբողջ քաղաքը կարող է տեսնել։ Ասում էին, որ նա անձամբ էր հետաքրքրվում, թե ուր կկառուցվի այն, ինչպիսին կլինի, որքան բարձր կլինի։ Նա ուզում էր, որ այն լինի ոչ թե թաքնված, ոչ թե համեստ, այլ տեսանելի, որպես հաստատում, որ այս ժողովուրդը ողջ է, հիշում է եւ ոչ մի ուժ չի կարող ստիպել նրան մոռանալ։ Բայց հենց այս հպարտ անկոտրում ցանկությունն էր, որ ապարատի աչքում նրան դարձնում էր ամենավտանգավորը, որովհետեւ ինչ կարող է լինել ավելի սպառնալից մի կայսրության համար, քան ղեկավար, ով սկսում է կառուցել ոչ թե կայսրության, այլ իր ժողովրդի համար։ Ձմեռն անցավ լարված սպասումի մեջ, բարձրանում էր գարունը, եւ նրա հետ բարձրանում էր նաեւ այն ճակատագրական օրվա ստվերը։ Ամեն օր, որ մոտենում էր ապրիլին, լարվածությունն ուժեղանում էր։ Ապարատը կրկնապատկեց իր ուշադրությունը։ Մոսկվայից եկան լրացուցիչ մարդիկ, ոչ պաշտոնական, բայց բոլորը գիտեին, թե ինչ նպատակով։ Նրանք դիտում էին, լսում, գրանցում։ Հանրապետության ղեկավարությունը հայտնվեց երկու կրակի արանքում։ Մի կողմից ժողովուրդն էր, որի վիշտն այլևս հնարավոր չէր զսպել։ Մյուս կողմից կենտրոնն էր, որը պահանջում էր կարգուկանոն ամեն գնով։ Իսկ կենտրոնում կանգնած էր մեկ մարդ, Զարոբյանը, ով հասկանում էր, որ ինչ էլ որ պատահի այդ օրը, պատասխան տալու է ինքը։ Զարթյոք նա դեռ հավատում էր, որ կկարողանա կառավարել փոթորիկը, թե արդեն հասկացել էր, որ փոթորիկն ինքն է կառավարելու բոլորին։ Եվ ահա եկավ այն օրը։ Ապրիլի 24-ը, կես դար ողբերգությունից հետո։ Առավոտից Երևանը այլ էր։ Օդում կախված էր մի բան, որը հնարավոր չէ նկարագրել, բայց որը զգում էր ամեն ոք։
Ոչ թե տոն, ոչ թե սովորական աշխատանքային օր, այլ ինչ-որ խորը, համընդհանուր ապրում, որն ասես բարձրանում էր հենց հողից։ Մարդիկ սկսեցին հավաքվել, սկզբում մի քանի հարյուր, հետո հազարավոր, հետո այնքան, որ ոչ ոք չէր կարող հաշվել։ Նրանք եկան համալսարաններից, գործարաններից, տներից, եկան ծերերը, ովքեր հիշում էին, եւ երիտասարդները, ովքեր ուզում էին հիշել։ Քաղաքի կենտրոնը լցվեց մարդկանցով, եւ այդ ծովը շարժվում էր մեկ զգացմունքով։ Ոստիկանությունը, իշխանությունը, ապարատը, բոլորը հանկարծ հասկացան մի սարսափելի ճշմարտություն։ Այս ամբողջը ոչ ոք չէր կազմակերպել, այն ծնվել էր ինքնին։ Իսկ ինչ կարող ես անել մի ուժի դեմ, որը ոչ ոք չի ստեղծել եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Քաղաքի սրտում, օպերայի շքեղ շենքում պետք է անցկացվեր պաշտոնական հանգիստ վերահսկվող ոգեկոչումը։ Ներսում նստած էին պաշտոնյաները, պատրաստ կարճ ճառերի եւ չափավոր սգո, բայց դրսում հազարավոր մարդիկ պահանջում էին ավելին։ Նրանք ուզում էին, որ իրենց ձայնը լսվի, նրանք ուզում էին, որ խոսվի ոչ թե զգույշ բառերով, այլ ճշմարտությամբ։ Եվ երբ թվաց, թե պաշտոնական արարողությունը փորձում է փակվել իր սառը պատերի մեջ, դրսի ալիքը պոռթկաց։ Բազմությունը մոտեցավ շենքին, հնչեցին կանչեր, որոնք տասնամյակներ արգելված էին։ Մարդիկ պահանջում էին հիշողություն, արդարություն, ճանաչում։ Եվ ինչ որ պահի լարվածության գագաթնակետին օպերայի շենքի ապակիները չդիմացան։ Փշրված ապակու ձայնը տարածվեց հրապարակով, եւ այդ ձայնը, ասես, ազդարարեց մի նոր դարաշրջանի սկիզբ։ Բայց հենց այդ ձայնն էր, որ հազարավոր կիլոմետր հեռու Մոսկվայի սենյակներում հնչեց որպես դատավճիռ։ Ում դեմ պիտի հնչեր այդ դատավճիռը։ Հաջորդ առավոտ Երևանը արթնացավ այլ քաղաք։ Փողոցները մաքրված էին, ապակիները արդեն փոխվում էին, եւ արտաքուստ ամեն ինչ թվում էր հանգիստ։ Բայց դա խաբուսիկ հանգստություն էր, ինչպես ծովը փոթորիկից հետո, երբ ալիքները հանդարտվել են, բայց խորքում դեռ եռում է վտանգը։ Իշխանության միջանցքներում տիրում էր մի ուրիշ տրամադրություն՝ վախ։ Ոչ թե ժողովրդի վախը, այլ պաշտոնյաների վախը, որովհետև բոլորը գիտեին, որ կատարվածի մասին զեկույցն արդեն ճանապարհին է դեպի հյուսիս, եւ բոլորը գիտեին, որ այդ զեկույցում ինչ որ մեկը պետք է լինի մեղավորը։ Հարցը միայն այն էր, թե ում անունը կգրվի առաջին տողում։ Արդյոք Զարոփյանն այդ առավոտ արդեն հասկանում էր, որ այդ տողում լինելու է հենց իր անունը։ Հեռագրերը, որ այդ օրերին ուղարկվեցին Մոսկվա, գրված էին այն սառը պաշտոնական լեզվով, որի հետևում թաքնված է ամեն ինչ։ Չհաստատված տվյալների համաձայն դրանցում խոսում էր անկարգությունների մասին, վերահսկողության կորստի մասին, ազգայնական տրամադրությունների վտանգավոր աճի մասին։ Հենց այս բառն էր ամենավտանգավորը՝ ազգայնականություն։ Խորհրդային աշխարհում այս բառը նման էր մահվան դատավճռի։ Այն կարող էր ոչնչացնել ցանկացած կարիերա, ցանկացած հեղինակություն, ցանկացած մարդու։ Եվ ահա այս բառն այժմ կախվեց Հայաստանի վրա, իսկ ավելի կոնկրետ Զարոփյանի վրա։ Ապարատի տրամաբանությունը պարզ էր եւ անխնա։ Եթե հանրապետությունում տեղի են ունեցել անկարգություններ, ուրեմն հանրապետության ղեկավարը չի կարողացել կանխել դրանք։ Իսկ եթե չի կարողացել կանխել, ուրեմն կամ թույլ է, կամ ինքն է մեղսակից։ Որ եզրակացությունն ընտրեց Մոսկվան եւ ինչու։ Սկսվեց այն, ինչը ապարատի լեզվով կոչվում էր ուսումնասիրություն, բայց իրականում նման էր որսի։ Մոսկվայից Երևան սկսեցին գալ հանձնաժողովներ։ Դրանք գալիս էին ստուգելու ամեն ինչ՝ տնտեսությունը, կադրերը, գաղափարական աշխատանքը։ Բայց բոլորը հասկանում էին, որ այս ստուգումները ոչ թե թվերի մասին են, այլ մեկ մարդու ճակատագրի։ Հանձնաժողովների անդամները հանդիպում էին տարբեր մարդկանց հետ, գրառումներ էին անում, հարցեր էին տալիս, եւ կամաց-կամաց Զարոփյանի շուրջ սկսեց ձևավորվել մի դատարկություն։ Մարդիկ, ովքեր երեք պատրաստ էին ամեն ինչի հանուն նրա, այսօր սկսում էին հեռանալ։ Հեռախոսազանգերը դառնում էին ավելի հազվադեպ, հանդիպումները ավելի կարճ, ժպիտները ավելի սառը։ Իշխանության աշխարհում սա ամենավստահ նշանն է, որ մարդը դատապարտված է։ Արդյոք Զարոփյանը նկատում էր այս դանդաղ լքումը եւ ինչ էր զգում, երբ տեսնում էր, թե ինչպես են իրեն թողնում մեկը մյուսի հետևից։ Կա մի մարդկային մանրուք, որը այս պատմությունը դարձնում է ոչ թե քաղաքական, այլ խորապես ողբերգական։ Զարոփյանը, ըստ իր մերձավորների, երբեք չփորձեց ուրանալ իր արածը։ Նա կարող էր փրկվել։ Նրան թերևս բավական էր մատնացույց անել ուրիշներին, ասել, որ ինքը դեմ էր, որ ինքը կանխել է ուզել, որ մեղավորը ուրիշն է։ Շատ պաշտոնյաներ հենց այդպես էլ վարվում էին այդ ժամանակ, փրկում էին իրենց, զոհաբերելով ուրիշներին։ Բայց Զարոփյանը, ըստ չհաստատված վկայությունների, դա չարեց։ Նա չհրաժարվեց ոգեկոչման գաղափարից, նա չհրաժարվեց հուշարձանի երազանքից։ Ընդհակառակը, հենց այս ամենադժվար ամիսներին, երբ իր շուրջ սեղմվում էր օղակը, նա շարունակում էր մղել առաջ հուշարձանի կառուցման ծրագիրը։
Ասես ուզում էր, որ եթե արդեն կործանվելու է, ապա գոնե թողնի մի բան, որը կմնա իրենից հետո։ Ինչ ուժ էր ստիպում այս զգույշ մարդուն շարունակել քայլել դեպի անդունդը, հանուն մի քարե հուշարձանի։ Մինչ Երևանում Զարոբյանը պայքարում էր իր հիշողության տաճարի համար, Մոսկվայում արդեն գիրվում էր նրա վերջաբանը։ Ապարատի մեքենան աշխատում էր անդադար։ Հավաքվում էին փաստաթղթեր, կազմվում էին զեկույցներ, պատրաստվում էր այն գործը, որը պետք է ներկայացվեր ամենավերին ատյանին։ Եվ այս գործում Զարոբյանը այլևս հաջողակ ղեկավարը չէր, ով արդյունաբերականացրել էր հանրապետությունը։ Այս գործում, նա ներկայացված էր որպես մարդ, ով կորցրել է վերահսկողությունը, ով թույլ է տվել ազգային զգացմունքների վտանգավոր պոռթկում, ով թերևս նույնիսկ ինքն է խրախուսել այն։ Ճշմարտությունն ու սուտը խառնվել էին այնպես, որ այլևս հնարավոր չէր տարանջատել։ Բայց իշխանության աշխարհում ճշմարտությունը երբեք չի որոշում ճակատագիրը։ Ճակատագիրը որոշում է նոշում է նա, ով գրում է զեկույցը։ Իսկ ով էր գրում այս զեկույցը եւ ինչու էր նրա ձեռքն այդքան անխնա։ Ասում են, որ այդ ամիսներին Զարոբյանը մի քանի անգամ փորձեց ուղիղ կապ հաստատել Մոսկվայի հետ, բացատրել, արդարանալ, ցույց տալ իր նվիրվածությունը, բայց դռները, որոնք ժամանակին բաց էին նրա առջև, այժմ փակվում էին։ Հեռախոսներ, որոնք ժամանակին պատասխանում էին անմիջապես, այժմ լռում էին։ Մարդիկ, ովքեր ժամանակին փնտրում էին նրա բարեհաճությունը, այժմ ձևացնում էին, թե զբաղված են։ Սա ապարատային մահվան ամենադաժան ձևն է, ոչ թե բացահայտ հարված, այլ դանդաղ խեղդում լռության մեջ։ Քեզ չեն հայհոյում, քեզ չեն մեղադրում բացահայտ, քեզ պարզապես դադարում են նկատել, եւ այդ չնկատվածությունը ավելի սարսափելի է, քան ցանկացած հարված, որովհետեւ դրա դեմ չես կարող պայքարել։ Ինչպես կռվես մի թշնամու հետ, որը նույնիսկ չի համարձակվում քեզ նայել աչքերի մեջ։ Աշունն եկավ, եւ նրա հետ եկավ նաեւ մի նոր, ավելի ծանր փուլ։ Բարձր ատյաններում սկսվեցին քննարկումներ, որոնց բովանդակությունը հասարակ մարդկանց համար գաղտնիք էր, բայց որոնց ելքը կանխորոշված էր։ Հանրապետության ղեկավարության կազմը պետք է փոխվեր, սա ոչ ոք բացահայտ չէր ասում, բայց բոլորը գիտեին։ Քաղաքում սկսեցին շրջանառվել անուններ, ով է լինելու հաջորդը, ով է փոխարինելու Զարոբյանին։ Եվ հենց այս շշուկներն էին ամենացավալին, որովհետև դրանք նշանակում էին, որ բոլորն արդեն ապրում էին այն աշխարհում, որտեղ Զարոբյանն այլևս չկար։ Մարդիկ, ովքեր նրա կողքին էին տարիներ շարունակ, արդեն հաշվարկում էին, թե ինչպես գոյատևել նոր ղեկավարի օրոք։ Իսկ ինքը, Զարոբյանը, դեռ նստում էր իր աշխատասենյակում, դեռ ստորագրում էր փաստաթղթեր, դեռ ձևացնում էր, թե ոչինչ չի փոխվել։ Բայց արդյոք նա ինքն իրեն խաբում էր, թե պարզապես ուզում էր արժանապատվությամբ հասնել մինչև վերջ։ Կա մի պատմություն, որը փոխանցվում է որպես լուր, եւ որը թեև չհաստատված, շատ բան է ասում այդ ժամանակների մթնոլորտի մասին։ Ասում էին, որ Զարոբյանի մերձավորներից մեկը, տեսնելով, թե ինչպես է իր ղեկավարը դանդաղ կործանվում, փորձեց զգուշացնել նրան։ Նա, ասում են, ուղիղ ասաց. «Դեռ ուշ չէ, դեռ կարող ես հրաժարվել ամեն ինչից, ասել, որ սխալվել ես, փրկել քեզ»։ Իսկ Զարոբյանը, ըստ այս լուրի, պատասխանեց ընդամենը մի քանի բառով։ Նա ասաց, որ ինքը գիտի ինչ է անում, եւ որ կան բաներ, որոնք ավելի թանկ են, քան աթոռը։ Արդյոք այս խոսքերն իրականում հնչել են, թե դրանք հետագայում ստեղծվել են ժողովրդական հիշողության կողմից, որը ուզում էր տեսնել իր ղեկավարին որպես հերոս, այլ ոչ թե զոհ։ Մենք երբեք չենք իմանա հաստատ, բայց մի բան պարզ է. Զարոբյանը չհրաժարվեց, եւ հենց այս չհրաժարվելն էր, որ կնքեց նրա ճակատագիրը։ Բայց ինչ սպասում էր նրան այն ձմեռային օրը, երբ ապարատի մեքենան վերջապես պատրաստ էր հասցնելու վճռական հարվածը։ Ձմեռը այդ տարի վաղ եկավ Երևան։ Փետրվարը սառը, մոխրագույն, անկենդան, ասես հենց բնությունն էր պատրաստվում այն օրվան, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Բարձր ատյանում հրավիրվեց նիստ։ Արտաքուստ դա սովորական պլանային հավաք էր, զեկույցներ, քննարկումներ, որոշումներ։ Բայց բոլորը, ովքեր մտնում էին այդ դահլիճ, գիտեին, որ սովորական ոչինչ չկա։ Մթնոլորտը ծանր էր ինչպես կապարը։ Մարդիկ խուսափում էին միմյանց աչքերի մեջ նայելուց։ Ոմանք, ովքեր տարիներ շարունակ կանգնել էին Զարոբյանի կողքին, այժմ նստած էին լուռ, գլուխները կախ, որովհետև բոլորը գիտեին, թե ինչ է լինելու։ Բոլորը գիտեին, որ այսօր մի մարդ պետք է հեռանա եւ որ ոչ ոք չի բարձրացնի ձայնը նրա պաշտպանության համար։ Ինչպես է զգում մարդը, երբ մտնում է մի դահլիճ, որտեղ բոլորն արդեն գիտեն, որ ինքը դատապարտված է եւ բոլորն ընտրել են լռությունը։ Երբ Զարոբյանը մտավ դահլիճ, ասում են, որ նա հանգիստ էր, ոչ թե սառն ու անտարբեր, այլ ինչ որ խորը ներքին հանգստությամբ, որը գալիս է միայն այն մարդկանց, ովքեր արդեն հաշտվել են անխուսափելիի հետ։ Նա նստեց իր տեղում, դրեց թղթերը սեղանին եւ սպասեց։ Իսկ հետո սկսվեց այն, ինչ բոլորն էին սպասում։ Հնչեցին ճառեր, հնչեցին ճառեր, հնչեցին մեղադրանքներ, զգույշ,
Պաշտոնական, փաթաթված կուսակցական լեզվի մեջ, բայց բոլորին հասկանալի։ Ասվեց վերահսկողության կորստի մասին, ասվեց թերացումների մասին, ասվեց, որ հանրապետությունը կարիք ունի նոր ղեկավարության, նոր ուժի, նոր մոտեցման։ Եվ ամեն մի բառ նման էր մուրճի հարվածի, որ խփում էր այն դագաղի վրա, որը կազմ ու պատրաստ էր արդեն ամիսներ առաջ։ Ոչ ոք բացահայտ չասաց իսկական պատճառը, ոչ ոք բարձրաձայն չհիշատակեց ապրիլյան այն օրը, բայց բոլորը գիտեին, որ հենց այդ օրն է կանգնած ամեն ինչի հետևում։ Ինչու է ճշմարտությունը միշտ թաքնվում այնտեղ, որտեղ ամենից շատ է պետք բարձրաձայն ասվել։ Ապա եկավ քվեարկության պահը, եւ այստեղ տեղի ունեցավ այն, ինչը այս պատմության մեջ ամենասարսափելին է, որովհետև այն կատարվեց ոչ թե բղավելով, ոչ թե բռնությամբ, այլ հանգիստ, քաղաքավարի, գրեթե անաղմուկ։ Մարդիկ բարձրացրին ձեռքերը, նրանք, ովքեր երեք ընկերներ էին, այսօր բարձրացրին ձեռքերը նրա դեմ, նրանք, ովքեր նրա շնորհիվ էին հասել իրենց դիրքերին, այսօր բարձրացրին ձեռքերը նրա դեմ, եւ այդ լուր բարձրացած ձեռքերը ավելի դաժան էին, քան ցանկացած բղավոց, որովհետև դրանք ցույց էին տալիս, թե որքան փխրուն է մարդկային հավատարմությունը, երբ խաղի մեջ է մտնում սեփական անվտանգությունը։ Զարոբյանը նայում էր այս ձեռքերին։ Ինչ էր մտածում նա այդ պահին։ Հիշում էր արդյոք, թե ինչպես էր այս նույն մարդկանց հետ կիսել հաջողությունը, ճաշը, ծրագրերը, երազանքները, թե արդեն հասկացել էր, որ իշխանության աշխարհում ընկերություն գոյություն չունի, կամ միայն օգուտ, եւ երբ դու դառնում ես անպետք, քեզ լքում են ինչպես հին զգեստ։ Որոշումը կայացվեց։ Հակոբ Զարոբյանն ազատվեց իր պաշտոնից։ Մի քանի չոր պաշտոնական նախադասություն եւ կես դարի ողբերգության հիշողությունը գլխավորած մարդը դարձավ անցյալ։ Նրա տեղը զբաղեցրեց մեկ ուրիշը, Անտոն Քոչինյանը, մարդ, ով գիտեր ապրատի կանոնները եւ ով չէր պատրաստվում կրկնել իր նախորդի վտանգավոր սխալները։ Իսկ Զարոբյանը հավաքեց իր թղթերը, վեր կացավ եւ դուրս եկավ դահլիճից։ Ասում են, որ ոչ ոք չմոտեցավ նրան, ոչ ոք չսեղմեց նրա ձեռքը, ոչ ոք չասաց ոչ մի բառ։ Նա անցավ այն միջանցքով, որով տարիներ շարունակ քայլել էր որպես տեր եւ այժմ քայլում էր որպես ուրվական, իսկ դրսում սպասում էր ձմեռային մոխրագույն օրը, քամին եւ այն դատարկությունը, որ գալիս է, երբ կորցնում ես ամեն ինչ։ Ուր է գնում մարդը, երբ նրանից խլում են այն ամենը, ինչի համար նա ապրել է։ Շատերը կարծում էին, որ դրանով ամեն ինչ ավարտվեց, բայց ապարատի դաժանությունը երբեք չի սահմանափակվում միայն պաշտոնից հեռացնելով։ Իշխանությունը ուզում էր ոչ միայն հեռացնել Զարոբյանին, այլ ջնջել նրան, ջնջել հիշողությունից, ջնջել պատմությունից, ջնջել մարդկանց գիտակցությունից։ Թերթերում նրա անունն այլևս չէր հիշատակվում։ Ձեռքբերումները, որ նա էր արել, սկսեցին վերագրվել ուրիշներին կամ պարզապես ներկայացվել որպես անանուն կուսակցության հաջողություններ։ Դիմանկարները, որ կախված էին պաշտոնական դահլիճներում, անհետացան։ Ասես ինչ-որ մեկը որոշել էր, որ այս մարդն ընդհանրապես երբեք գոյություն չի ունեցել։ Եվ ամենացավալին այն էր, որ այս ջնջումը հաջողվում էր։ Նոր սերունդը, որ մեծանում էր, արդեն չգիտեր, թե ով է Զարոբյանը։ Մի մարդ, ով կառուցել էր գործարաններ, բացել ինստիտուտներ, համարձակվել դիպչել արգելված հիշողությանը, դառնում էր անանուն ստվեր։ Բայց հնարավոր է իսկապես ջնջել մի մարդու, ով թողել է իրենից այնքան շատ բան։ Իսկ ինքը, Զարոբյանը, հեռացավ Երևանից։ Նա մեկնեց Մոսկվա, այն քաղաքը, որից եկել էր եւ որը այժմ դարձավ նրա աքսորավայրը։ Նրան տրվեց պաշտոն, ոչ բարձր, ոչ նշանակալից, մի տեղ, որտեղ նա պետք է աշխատեր լուռ, աննկատ, ինչպես հազարավոր ուրիշ պաշտոնյաներ։ Մարդը, ով ժամանակին կառավարում էր ամբողջ հանրապետություն, այժմ նստում էր մի սովորական աշխատասենյակում եւ զբաղվում էր մատակարարման ու նյութերի հարցերով։ Ինչ էր զգում նա ամեն առավոտ, երբ արթնանում էր այս օտար քաղաքում, հեռու իր ժողովրդից, հեռու այն հողից, որի համար նա զոհաբերել էր ամեն ինչ։ Ասում են, որ նա հազվադեպ էր խոսում անցյալի մասին։ Նա չէր բողոքում, չէր մեղադրում, չէր փորձում արդարանալ։ Նա ուղղակի ապրում էր, լուռ, արժանապատիվ, փակ։ Բայց ովքեր մոտ էին նրան, ասում էին, որ նրա աչքերում միշտ կար մի տխրություն, որը երբեք չէր անցնում։ Ինչ ցավ էր կրում այս մարդը իր ներսում բոլոր այդ տարիներին, եւ ինչու նա երբեք չբացեց այն ոչ ոքի առջև։ Որպեսզի լիովին հասկանանք, թե ինչ կորցրեց Հակոբ Զարոբյանը, պետք է մի պահ վերադառնանք այն մարդկանց, ովքեր կանգնած էին նրա դեմ։ Մոսկվայի այն մարդիկ, ովքեր որոշեցին նրա ճակատագիրը, ոչ թե հրեշներ էին, ոչ թե բացահայտ չարագործներ։ Հենց դա է դարձնում այս պատմությունն ավելի սարսափելի։ Նրանք սովորական պաշտոնյաներ էին, կոստյումներով, ակնոցներով, հանգիստ ձայներով։ Նրանք գնում էին տուն իրենց ընտանիքների մոտ, խաղում էին թոռների հետ, կարդում էին գրքեր։ Իսկ առավոտյան վերադառնում էին իրենց աշխատասենյակները եւ շարունակում կազմել այն թղթերը, որոնք ոչնչացնում էին մարդկանց ճակատագրերը։ Նրանց համար Զարոբյանը մարդ չէր,
Նա մի խնդիր էր, որը պետք էր լուծել, մի ռիսկ, որը պետք էր վերացնել, մի անուն թղթի վրա, որը պետք էր ջնջել։ Եվ հենց այս սառնությունն էր ամենավտանգավորը, որովհետև բաց թշնամու դեմ կարող ես կռվել, բայց ինչպես կռվես այն մեքենայի դեմ, որը ոչնչացնում է քեզ, նույնիսկ առանց ատելության, ուղղակի որովհետև այդպես է, ճիշտ, ըստ իր սառը հաշվարկի։ Կա մի կողմ այս պատմության, որի մասին հազվադեպ են խոսում, բայց որն ամենացավալին է։ Դա Զարոբյանի ընտանիքն է։ Որովհետև երբ մարդուն ոչնչացնում են, ոչնչանում է ոչ միայն ինքը, տառապում են բոլոր նրանք, ովքեր սիրում են նրան։ Պատկերացրեք, թե ինչ է զգում կինը, ով տեսնում է, թե ինչպես է իր ամուսինը ամեն օր վերադառնում տուն ավելի լուռ, ավելի ծանր, ավելի մթին։ Պատկերացրեք, թե ինչ են զգում երեխաները, ովքեր հանկարծ նկատում են, որ նրանց հորանունը այլևս չի հնչում հարգանքով, որ մարդիկ, ովքեր երեկ ժպտում էին, այսօր անցնում են կողքով, առանց բարևելու։ Ընտանիքը կրում է հարվածի այն մասը, որը երբեք չի երևում զեկույցներում եւ թերթերում։ Նրանք ապրում են լռության մեջ, կիսում են ցավը, որի մասին չեն կարող բարձրաձայն խոսել։ Եվ հենց այս լուր տառապանքն է, որ դարձնում է ապարատի դաժանությունն այդքան անմարդկային, որովհետև այն չի սահմանափակվում մեկ մարդով, այլ թունավորում է ամբողջ ընտանիքի կյանքը։ Ինչ էր ասում Զարոբյանն իր երեխաներին այդ ծանր երեկոներին, եւ ինչպես էր բացատրում, թե ինչու է աշխարհն այդքան անարդար։ Ասում են, որ նույնիսկ աքսորի այդ տարիներին Զարոբյանը երբեք չդարձավ դառնացած մարդ։ Դա թերևս ամենաապշեցուցիչ բանն է։ Մարդը, ով ուներ ամեն իրավունք ատելու, մեղադրելու, անիծելու, ընտրեց արժանապատվությունը։ Նա չդարձավ այն դառնացած ծերուկներից մեկը, ովքեր ամբողջ կյանքն անցկացնում են անցյալի դժգոհություններ որոճալով։ Ընդհակառակը, ովքեր ճանաչում էին նրան այդ տարիներին, ասում էին, որ նա մնում էր նրբանկատ, հանգիստ, նույնիսկ բարի։ Նա ընթերցում էր, հետաքրքրվում էր նորություններով, հատկապես Հայաստանից եկող նորություններով։ Ամեն անգամ, երբ լսում էր, որ իր հայրենիքում ինչ-որ նոր բան է կառուցվել, ինչ-որ նոր ձեռքբերում է եղել, նրա դեմքը պայծառանում էր։ Ասես ինքն էր մասնակից այդ հաջողություններին, թեկուզ հեռվից, թեկուզ լռության մեջ, որովհետև իր սրտում նա երբեք չէր լքել Հայաստանը։ Հայաստանն էր, որ ստիպված էր թողնել նրան ճնշման տակ։ Բայց ինչպես է մարդը պահպանում իր սերը մի վայրի հանդեպ, որը թվում դավաճանել է իրեն։ Հենց այստեղ է թաքնված Հակոբ Զարոբյանի ճակատագրի ամենախորը դասը, որովհետև նրա պատմությունը միայն քաղաքական ինտրիգի մասին չէ, այն ընտրության մասին է, որ յուրաքանչյուր մարդ բախվում է իր կյանքում, թեկուզ ոչ այդքան մեծ մասշտաբով։ Ընտրություն հարմարավետության եւ սկզբունքի միջև, ընտրություն լռության եւ ճշմարտության միջև, ընտրություն այն բանի, ինչ ապահով է, եւ այն բանի, ինչ ճիշտ է։ Զարոբյանը կարող էր ընտրել ապահովը, նա կարող էր փակեկել աչքերը, թողնել, որ տարեդարձն անցնի աննկատ եւ պահպանել իր իշխանությունը եւս երկար տարիներ։ Ոչ ոք նրան չէր մեղադրի, ոչ ոք նույնիսկ չէր իմանա, որ նա այլ ընտրություն ուներ, բայց նա ընտրեց դժվարը եւ վճարեց դրա համար ամեն ինչով։ Որ ընտրությունն էր ճիշտ, նրա թե նրանց, ովքեր փրկեցին իրենց, զոհաբերելով սկզբունքները։ Այս հարցին յուրաքանչյուրը պետք է պատասխանի ինքն իր համար։ Իսկ ապրիլյան այն օրը, որից սկսվեց ամեն ինչ, դարձավ ոչ թե ավարտ, այլ սկիզբ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, այլևս հնարավոր չէր հետ բերել։ Մի անգամ բացված դուռը այլևս չէր կարող փակվել։ Մի անգամ բարձրացած ձայնը այլևս չէր կարող լռեցվել։ Ապարատը կարող էր հեռացնել Զարոբյանին, բայց չէր կարող հեռացնել այն, ինչ նա արձակել էր ազատության մեջ։ Ամեն հաջորդ տարի մարդիկ վերադառնում էին, սկզբում քչերը, վախենալով թաքուն, հետո ավելի շատ, հետո այնքան շատ, որ ոչ մի ուժ չէր կարող կանգնեցնել։ Հիշողությունը, որ ժամանակին պահվում էր կողպեքի տակ, դարձավ ազատ, եւ այս ազատությունը ոչ ոք այլևս չկարողացավ խլել։ Մարդիկ, ովքեր կազմակերպել էին Զարոբյանի անկումը, կարծում էին, որ խեղդել են կրակը, բայց իրականում նրանք ընդամենը ցրել էին կայծերը, որոնք բռնկվեցին ամենուր։ Ինչպես կարող էին այս սառը հաշվարկող մարդիկ այդքան սխալվել մի պարզ ճշմարտության մեջ, որ հիշողությունը չի մեռնում։ Կա եւս մեկ պատկեր, որը մնում է մտքում, երբ մտածում ես այս մարդու մասին։ Պատկերացրեք մի ծերացած մարդու, ով նստած է Մոսկովյան բնակարանի պատուհանի մոտ։ Դրսում ձմեռ է, ձյուն, քամի։ Նա նայում է հեռվում, եւ նրա մտքերը հազարավոր կիլոմետր հեռու են, այնտեղ, որտեղ իր ժողովուրդն է, որտեղ իր երազանքն է, որտեղ իր սիրտն է մնացել։ Նա ձեռքին բռնում է մի հին լուսանկար, գուցե դա Երևանի լուսանկար է, գուցե դա այն բարձունքի, որտեղ կանգնած է հուշարձանը, գուցե դա պարզապես իր երիտասարդության պատկեր է, ժամանակից, երբ ամեն ինչ դեռ հնարավոր էր թվում։ Նա նայում է այդ լուսանկարին երկար, լուռ, եւ նրա աչքերում փայլում է ինչ-որ բան, որը ոչ ոք չի կարող կարդալ։ Հպարտություն, որ ճիշտ վարվեց, ցավ, որ կորցրեց ամեն ինչ, թե պարզապես խաղաղություն, որ գալիս է, երբ մարդը գիտի, որ իր կյանքը ապարդյուն չի անցել։ Ինչ էր մտածում նա այդ լուռ պահերին,
եւ կզղջար արդյոք, եթե ճակատագիրը նրան երկրորդ հնարավորություն տար։ Շատ պատմություններ ավարտվում են արդարությամբ, հերոսը հաղթում է, չարագործը պատժվում է եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում, բայց իրական կյանքը հազվադեպ է այդքան ողորմած։ Հակոբ Զարոբյանը չտեսավ իր արդարացումն իր կենդանության օրոք։ Նա մահացավ որպես մարդ, ում անունը դեռ թաքնված էր ստվերում։ Նա չլսեց այն երախտագիտության խոսքերը, որ պետք էին հնչել։ Նա չտեսավ, թե ինչպես է իր ժողովուրդը վերջապես ճանաչում նրա զոհաբերությունը։ Եվ սա թերևս ամենադառն ճշմարտությունն է այս ողջ պատմության մեջ, որ արդարությունը հաճախ ուշանում է, որ մարդիկ, ովքեր ամենից շատ արժանի են լսելու երախտագիտություն, հաճախ հեռանում են առանց այն լսելու։ Բայց գուցե կա մի մխիթարություն այս դառնության մեջ։ Գուցե Զարոբյանին երախտագիտություն պետք չէր, գուցե նրա համար բավական էր իմանալ, որ ինքը ճիշտ վարվեց։ Բայց արդյոք դա բավական է մի մարդու համար, ով տվեց ամեն ինչ եւ չստացավ գրեթե ոչինչ։ Հետ վերադառնանք մի պահ այն ապրիլյան օրվան, որովհետև մանրուքների մեջ է թաքնված ողջ ճշմարտությունը։ Այդ օրը հրապարակում կանգնած էր մի ծերունի, ով ասում են ամբողջ ժամանակ լաց էր լինում լուր։ Նա ոչ մի կարգախոս չէր բղավում, ոչ մի պահանջ չէր ներկայացնում։ Նա ուղղակի կանգնած էր եւ լաց էր լինում։ Կողքին կանգնած երիտասարդ տղան չդիմանալով հարցրեց. «Պապիկ, ինչու ես լաց լինում»։ Եվ ծերունին ասում են պատասխանեց ընդամենը մի բան։ Նա ասաց, որ 50 տարի սպասել է այսօրվան, որ վերջապես կարողանա բարձրաձայն հիշել իր մորը, որին կորցրել էր մանուկ հասակում։ 50 տարի լռություն, 50 տարի թաքնված ցավ։ Եվ ահա վերջապես մի օր, երբ կարելի էր լաց լինել, բացահայտ։ Հենց այս մարդկանց համար էր, որ Զարոբյանը ռիսկի դիմեց։ Ոչ թե քաղաքականության, ոչ թե իշխանության, ոչ թե փառքի համար, այլ հենց այս լացող ծերունու համար, ով 50 տարի սպասել էր թույլտվության, հիշելու։ Իսկ ինչպես կարող ես պատժել մի մարդու այն բանի համար, որ նա թույլ տվեց մի ամբողջ ժողովրդի վերջապես լաց լինել։ Բայց ապարատը հենց դա էլ արեց, որովհետև ապարատի համար այդ լացող ծերունին վտանգ էր։ Նրա արցունքները վտանգ էին, նրա հիշողությունը վտանգ էր։ Իշխանությունը, որ վախենում է իր ժողովրդի արցունքներից, արդեն դատապարտված է, բայց մինչ այդ դատապարտվածությունը գա, այն կարող է շատ ցավ պատճառել։ Եվ ահա, այն ամիսներին, երբ Զարոբյանի շուրջ սեղմվում էր օղակը, ապարատը գործում էր մեթոդական դաժանությամբ։ Ամեն շաբաթ նոր զեկույց, ամեն ամիս նոր հանձնաժողով, ամեն հանդիպում նոր սառը հայացք։ Սա պատերազմ էր, բայց այնպիսի պատերազմ, որում մի կողմը նույնիսկ չգիտեր, որ ինքը կռվում է, ինչ է, որ արդեն ուշ էր։ Զարոբյանը թերևս մինչև վերջին պահը հույս ուներ, որ կարող է ինչ-որ բան բացատրել, ինչ-որ կերպ համոզել, ինչ-որ կերպ փրկել, թեկուզ իր երազանքը։ Բայց ապարատի հետ չես կարող բանակցել։ Ապարատը չունի ականջներ։ Այն ունի միայն թղթեր, որոշումներ եւ անխնատրամաբանություն։ Ինչպես կարող ես հաղթել մի թշնամու, ով նույնիսկ չի լսում քեզ։ Կա մի մանրուք հուշարձանի կառուցման մասին, որը շատ բան է ասում։ Երբ որոշվեց, որ այն կկառուցվի, շատերը կարծում էին, որ դա կլինի համեստ, փոքր, աննկատ բան, որպիսի չգրգռի Մոսկվային։ Բայց ստացվեց հակառակը։ Հուշարձանը բարձրացավ հպարտ, վեհ, տեսանելի ամբողջ քաղաքից։ Ասես հենց Քարն ինքն էր հրաժարվում լինել համեստ։ Ասես այն մարդիկ, ովքեր կառուցում էին այն, դրել էին իրենց մեջ ողջ այն ապստամբությունը, որը չէին կարող բարձրաձայն արտահայտել։ Ամեն քար, որ դրվում էր, դառնում էր լուր պատասխան ապարատին։ Դուք կարող եք հեռացնել մարդուն, ասում էր այս հուշարձանը, բայց չեք կարող հեռացնել հիշողությունը։ Դուք կարող եք ջնջել անունը թերթերից, բայց չեք կարող ջնջել քարը հողից։ Եվ թերևս հենց դա էր Զարոբյանի իսկական հաղթանակը, որի մասին ինքն էլ չգիտեր, որ նրա երազանքը կանգնեց ավելի բարձր եւ ավելի հպարտ, քան որևէ մեկը սպասում էր։ Բայց ով իմացավ այդ ժամանակ, որ այս քարե հսկայի հիմքում ընկած էր մի մարդու կոտրված ճակատագիրը։ Մինչ Երևանում բարձրանում էր քարը, Մոսկվայում շարունակվում էր Զարոբյանի լուր ոչնչացումը։ Բայց կա մի բան, որ ապարատը երբեք չհասկացավ։ Ոչնչացնելով մարդուն ֆիզիկապես, պաշտոնապես, հանրությունից, նրանք հակառակ արդյունքին հասան, որովհետև մարդիկ, ովքեր տեսնում էին, թե ինչպես է ոչնչացվում նրանց ղեկավարը, սկսում էին հասկանալ ճշմարտությունը։ Նրանք հասկանում էին, որ Զարոբյանին պատժում են ոչ թե սխալների, այլ համարձակության համար։ Եվ ամեն ոք, ով դա հասկանում էր, սրտում դառնում էր նրա կողմնակիցը, թեկուզ լուր, թեկուզ վախենալով։ Ապարատը ուզում է նրան դարձնել նախազգուշացում, օրինակ թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր դուրս են գալիս շարքից։ Բայց փոխարենը նրանք նրան դարձրին նահատակ։ Իսկ նահատակները, դե ինչպես գիտի պատմությունը, ավելի վտանգավոր են մեռած, քան կենդանի, որովհետև կենդանի մարդուն կարող ես ոչնչացնել, բայց ինչպես ոչնչացնես մի գաղափար, որը նա մարմնավորում է։ Տարիներ անց, երբ մարդիկ սկսեցին վերհիշել այդ ժամանակները, շատերը խոստովանեցին մի բան, որ ծանր էր ընդունել,
Նրանք խոստովանեցին, որ լռել են, որ կարող էին ինչ-որ բան անել, բայց չարեցին, որ վախեցան։ Եվ այս խոստովանությունների մեջ կար մի խորը մարդկային ողբերգություն, որովհետև մարդկանց մեծ մասը չար չէ։ Նրանք ուղղակի վախկոտ են, երբ խաղի մեջ է մտնում սեփական անվտանգությունը։ Եվ հենց այս սովորական մարդկային վախն է, որ թույլ է տալիս ապարատին հաղթել, ոչ թե ապարատի ուժը, այլ սովորական մարդկանց լռությունը։ Զարոբյանի ողբերգությունը ոչ միայն Մոսկվայի դաժանության պատմություն է, այն նաև պատմությունություն է այն բոլոր մարդկանց մասին, ովքեր կարող էին կանգնել նրա կողքին, բայց ընտրեցին լռությունը։ Եվ թերևս հենց դա է այս պատմության ամենադառը դասը, որ չարը հաղթում է ոչ թե այն ժամանակ, երբ ուժեղ է, այլ այն ժամանակ, երբ լավ մարդիկ որոշում են լռել։ Քանիսն այսօր նույն իրավիճակում կընտրեին այլ ճանապարհ։ Իսկ եթե հիմա այս ողջ պատմությունից հետո հարցնեիր ինձ, թե ով էր իրականում Հակոբ Զարոփյանը, ես չէի կարողանա պատասխանել մեկ բառով։ Նա հերոս չէր սովորական իմաստով։ Նա չմղեց հեղափոխություն, չբղավեց բարիկադներից, չմարտնչեց բացահայտ։ Նա պարզապես իր զգույշ, պաշտոնական, համբերատար ձևով արեց մի բան, որը ոչ ոք չէր համարձակվում անել։ Նա բացեց մի դուռ և վճարեց դրա համար ամեն ինչով։ Գուցե հենց դա է իսկական հերոսությունը, ոչ թե բարձր խոսքերն ու վեհ ժեստերը, այլ լուռ որոշումը, անելու ճիշտը, նույնիսկ իմանալով, որ դա քեզ կկործանի։ Զարոփյանը գիտեր, թե ինչ է անում։ Նա հաշվարկող մարդ էր, փորձառու պաշտոնյա։ Նա հաստատ հասկանում էր, որ ապրիլյան այդ քայլը կարող է կործանել իրեն, եւ այնուամենայնիվ նա արեց այն։ Ինչու՞։ Այս հարցին պատասխան չկա ոչ մի արխիվում, ոչ մի թղթում, ոչ մի զեկույցում։ Այս պատասխանը մնաց նրա հետ, փակ սրտում, որը նա երբեք չբացեց ոչ ոքի առջև։ Կա ևս մեկ հարց, որը հետապնդում է բոլորին, ովքեր ուսումնասիրում են այս պատմությունը։ Արդյոք Մոսկվան ի սկզբանե ծրագրել էր ոչնչացնել Զարոբյանին, թե ապրիլյան օրն ուղղակի դարձավ այն պատրվակը, որին նրանք սպասում էին։ Շատերը կարծում են, որ կասկածներ իր նկատմամբ ծնվել էին շատ ավելի վաղ, որ նրա այն հատկությունը, մտածել իր ժողովրդի մասին, արդեն վաղուց անհանգստացնում էր կենտրոնին, որ ապրիլյան իրադարձությունները ուղղակի վերջին կաթիլն էին, վերջին հիմնավորումը մի որոշման համար, որն արդեն հասունացել էր։ Իսկ ուրիշներ կարծում են, որ առանց այդ օրվա Զարոբյանը կարող էր մնալ իշխանության ևս երկար տարիներ։ Որ տարբերակն է ճիշտ, մենք երբեք չենք իմանա հաստատ։ Արխիվները թեկուզ որքան էլ բացվեն, երբեք չեն կարող ցույց տալ այն, ինչ թաքնված էր մարդկանց մտքերում։ Բայց մի բան պարզ է, որ պահից երբ հայ ղեկավարը որոշեց դառնալ իր ժողովրդի ձայնը, նրա ճակատագիրը կնքվեց։ Հարցը միայն ժամանակի մասին էր։ Հետաքրքիր է մտածել նաև այն մասին, թե ինչ կլիներ, եթե Զարոբյանն այլ կերպ վարվեր, եթե նա արգելեր ամեն ինչ, եթե նա ուղարկեր ոստիկանությունը, ցրեր ամբոխը, ճնշեր ժողովրդական պորտկումը։ Հավանաբար նա կպահպաներ իր աթոռը, Մոսկվան կգովեր նրան որպես ամուր ձեռքով ղեկավարի, բայց ինչ գնով։ Նա կմտներ պատմության մեջ որպես այն մարդը, ով կանգնեց իր ժողովրդի եւ նրա հիշողության միջև, որպես այն մարդը, ով հանուն իշխանության դավաճանեց ամենասուրբ բանին։ Եվ թերևս հենց այս ընտրությունն է, որ դարձնում է Զարոբյանին այդքան յուրահատուկ։ Նա կարող էր լինել անվտանգ դավաճան կամ դատապարտված հերոս, եւ նա ընտրեց երկրորդը։ Շատերը նրա տեղում կընտրեին առաջինը։ Շատերն իրականում ընտրում էին հենց առաջինը, ամեն օր, ողջ պատմության ընթացքում, բայց նա չընտրեց։ Եվ հենց դա է ի վերջո, որ տարբերում է մի մարդուն մյուսից, ոչ թե ինչ ուներ, այլ ինչ ընտրեց, երբ ընտրությունն իսկապես արժեր ինչ-որ բան։ Եվ ահա, երբ նայում ես այս ամբողջ պատմությանը հեռվից, սկսում ես հասկանալ, որ այն իրականում երբեք էլ չի ավարտվել, որովհետև այն հարցերը, որ բարձրացրեց Զարոբյանի ճակատագիրը, դեռ ապրում են։ Որքան է թանկ ճշմարտությունը, որքան է մարդը պատրաստ զոհաբերել սկզբունքների համար։ Ինչ է մնում մարդուց, երբ ամեն ինչ խլում են, եւ արդյոք արժե համարձակությունը, եթե այն բերում է միայն կործանում։ Այս հարցերը մենք բոլորս բախվում ենք, յուրաքանչյուրն իր մասշտաբով, իր կյանքում, իր ընտրություններում։ Եվ թերևս հենց դա է պատճառը, թե ինչու Հակոբ Զարոբյանի պատմությունը մնում է կենթանի այսքան տարի անց, որովհետև այն մեր մասին է, մեր վախերի, մեր ընտրությունների, մեր լռությունների մասին։ Իսկ ամեն անգամ, երբ լսում ենք այս պատմությունը, ունը ինչ որտեղ խորքում մեզ հարցնում ենք. իսկ ես ինչ կանեի այդ դահլիճում, երբ բոլորը բարձրացնում էին ձեռքերը։ Կբարձրացնեի իմը ուրիշների հետ, թե կհամարձակվեի մնալ լուռ։ Կա մի հին ասացվածք, թե ճշմարտությունը նման է ջրի, որքան էլ փորձես այն փակել, այն միշտ ճանապարհ կգտնի դուրս գալու։ Հակոբ Զարոփյանի պատմությունը հենց դրա ապացույցն է։ Տասնամյակներ շարունակ նրա անունը պահվում էր փակ դարակներում, ինչպես այն գաղտնի թղթերը, որոնցով սկսվեց մեր պատմությունը։ Բայց ճշմարտությունը համբերատար է, այն գիտի սпасել։
Եվ երբ եկավ ժամանակը, այն դուրս եկավ լույս, ամբողջ իր ուժով։ Այսօր, երբ արտասանում ենք նրա անունը, մենք ոչ թե ուղղակի հիշում ենք մի պաշտոնյայի, մենք վերականգնում ենք արդարությունը, որը նրան պարտք էինք այսքան տարի։ Եվ թերևս հենց դա է մեր պարտականությունը նրա հանդեպ։ Ոչ թե արձան կանգնեցնել, ոչ թե ճառ ասել, այլ ուղղակի հիշել ճշմարիտ պատմությունը։ Որովհետև մինչ մենք հիշում ենք, նա ողջ է։ Իսկ մինչ նա ողջ է մեր հիշողության մեջ, այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում էին նրան ջնջել, պարտված են ընդմիշտ։ Տարիներն անցան մոսկովյան այդ լռության մեջ, Զարոփյանը մեծանում էր, ալեհերանում, և նրա հետ մեծանում էր այն հեռավորությունը, որ բաժանում էր նրան իր անցյալից։ Բայց կա մի բան, որ ոչ մի աքսոր, ոչ մի լռություն, ոչ մի ջնջում չկարողացավ խլել նրանից։ Հեռվում, Երևանի վերևում, մի բարձունքի վրա դանդաղ բարձրանում էր այն, ինչի մասին նա ժամանակին երազել էր։ Հուշարձանը, որի համար նա զոհաբերել էր իր կարիերան, կառուցվում էր։ Քար առ քար, օր-օրի այն բարձրանում էր երկնքին, և ամբողջ քաղաքը կարող էր տեսնել այն։ Հակոբ Զարոբյանը հեռացել էր, բայց նրա երազանքը մնում էր։ Եվ սա թերևս այս ողջ ողբերգության ամենազարմանալի մասն է։ Ապարատը կարողացավ հեռացնել մարդուն, կարողացավ ջնջել նրա անունը թերթերից, կարողացավ հանել նրա դիմանկարը պատերից, բայց ապարատը չկարողացավ քանդել այն, ինչ նա կառուցել էր։ Իսկ ինչ է մնում մարդուց վերջում, իր անունը, թե իր գործը։ Ասում են, որ Զարոբյանը երբեք չտեսավ ավարտված հուշարձան իր աչքերով այն վայրում, որտեղ այն կանգնած էր։ Մի մարդ, ով ապրում էր աքսորում, հեռու իր հայրենիքից, դատապարտված էր նայելու իր երազանքին միայն հեռվից, միայն լուսանկարներով, միայն ուրիշների պատմություններով։ Պատկերացրեք այս ցավը։ Դու կառուցել ես մի բան, որի համար տվել ես ամեն ինչ, և քեզ չեն թույլատրում նույնիսկ կանգնել նրա կողքին։ Բայց գուցե հենց դա էր նրա ամենամեծ հաղթանակը, որովհետև երբ ամբողջ ժողովուրդը գալիս էր այդ բարձունք, դնում էր ծաղիկներ, լուռ կանգնում էր և հիշում, շատ քչերը գիտեին, որ այս վայրը, այս հնարավորությունը, այս ազատությունը հիշելու պարտական է մի մարդու, ով այդ պահին լուռ ապրում էր մի մոխրագույն մոսկովյան բնակարանում։ Արդյոք երբևէ որևէ մեկը կանգնած այդ հավերժական կրակի մոտ հիշեց նրա անունը։ Եվ ահա եկավ այն տարին, որ պետք է փակեր այս ողբերգության շրջանը։ 1980-ին Հակոբ Զարոբյանի սիրտը կանգ առավ։ Նա հեռացավ լուռ, ինչպես ապրել էր իր վերջին տարիները, առանց աղմուկի, առանց պաշտոնական մեծ սգո, հեռու այն ժողովրդից, որին նա այդքան էր սիրել։ Մարդը, ով ժամանակին գլխավորում էր ամբողջ հանրապետություն, ում անունը ժամանակին հնչում էր ամենուր, հեռացավ աշխարհից գրեթե աննկատ։ Մի քանի տող, մի քանի սառը բառ և վերջ։ Ուր էին այն մարդիկ, ովքեր ժամանակին պայքարում էին նրա բարեհաճության համար։ Ուր էին այն ձեռքերը, որ ժամանակին սեղմում էին նրա ձեռքը։ Ուր էր այն փառքը, որ ժամանակին փաթաթում էր նրան ինչպես ջերմ վերմակ։ Ամեն ինչ անհետացել էր։ Մնացել էր միայն մի ծերացած մարդ, մի դատարկ սենյակ և մի հիշողություն, որը նա տանում էր իր հետ։ Բայց արդյոք սա էր վերջը, թե սա էր ընդամենը մի սկիզբ նոր, ուշացած արդարության։ Որովհետև պատմությունն ունի մի զարմանալի հատկություն. այն, ինչ փորձում են ջնջել, հաճախ վերադառնում է ավելի ուժեղ։ Տարիներ անցան, դարաշրջանները փոխվեցին, և այն մեքենան, որ ժամանակին ոչնչացրել էր Զարոբյանին, ինքն սկսեց փլուզվել։ Եվ հենց այդ ժամանակ փակ դարակների խորքից սկսեցին դուրս գալ թղթերը։ Այն գաղտնի արձանագրությունները, հեռագրերը, զեկույցները, որոնք տասնամյակներ պահվել էին փակ, սկսեցին Երևան գալ։ Եվ դրանք պատմեցին այն, ինչ բոլորը կռահում էին, բայց ոչ ոք չէր կարող ապացուցել։ Դրանք ցույց տվեցին, թե ինչպես էր Մոսկվան քայլ առ քայլ կազմակերպել մի մարդու անկումը, ինչպես էին գինգրվել մեղադրանքները, ինչպես էր հյուսվել այն ցանցը, որի մեջ ընկավ Զարոբյանը։ Թղթերը խոսեցին այնտեղ, որտեղ մարդիկ լռել էին։ Եվ կամաց-կամաց ճշմարտությունը, որ այդքան երկար թաղված էր, սկսեց բարձրանալ մակերես։ Բայց ինչու հարկավոր եղավ այսքան տարի, որպեսզի վերջապես ասվեր այն, ինչ պետք էր ասվեր վաղուց։ Կամաց-կամաց Հակոբ Զարոփյանի անունը սկսեց վերադառնալ։ Մարդիկ սկսեցին հիշել, թե ով էր նա իրականում։ Ոչ թե թույլ ղեկավար, ով կորցրեց վերահսկողությունը, ինչպես գրել էին հին զեկույցները, այլ մարդ, ով կանգնեց իր ժողովրդի կողքին այն պահին, երբ դա ամենավտանգավորն էր։ Մարդ, ով ընտրեց իշխողությունը իշխանության փոխարեն, արժանապատվությունը անվտանգության փոխարեն, իր ժողովրդի սերը Կրեմլի բարեհաճության փոխարեն։ Յոխարեն։ Եվ եկավ մի օր, երբ արդարությունը, թեկուզ ուշացած, փորձեց ուղղել իր սխալը։ Զարոփյանի աճյունը բերվեց Երևան, այն քաղաք, որից նրան ժամանակին վտարել էին, և հանգչեց հայ մեծերի կողքին։ Մարդը, ով հեռացել էր որպես աքսորյալ, վերադարձավ որպես իրենցը, վերջապես ընդմիշտ։ Բայց արդյոք ուշացած արդարություն իսկապես արդարություն է,
թե ընդամենը մեր խղճի հանգստացում, որ չկարողացանք պաշտպանել մարդուն այն ժամանակ, երբ նա կենդանի էր եւ կարիք ուներ մեր ձայնի։ Եթե այսօր բարձրանաս այն բարձունքը Երևանի վերևում, որտեղ կանգնած է հուշարձանը, եւ կանգնես հավերժական կրակի մոտ, դու կտեսնես հազարավոր մարդկանց, ովքեր գալիս են այնտեղ ամեն տարի։ Նրանք գալիս են լուր, ձեռքներին ծաղիկներ, դեմքերին այն խորը ապրումը, որ փոխանցվում է սերնդից սերունդ։ Շատերը նրանցից չգիտեն, որ այս վայրը, այս հնարավորությունը բացահայտ հիշելու, պայքարի, զոհաբերության եւ կոտրված ճակատագրի արդյունք է։ Նրանք չգիտեն, որ ինչ-որ տեղ այս ողջ պատմության հիմքում կանգնած էր մի մարդ, ով վճարեց ամենաթանկ կինը այն բանի համար, որ այսօր մենք ընդունում ենք որպես տրված։ Իսկ ես նայում եմ այդ կրակին, որ երբեք չի կին, որ երբեք չի մարում, եւ մտածում եմ մի բանի մասին։ Արդյոք նա գիտեր այն ձմեռային օրը, երբ դուրս էր գալիս դատարկ դահլիճից, որ մի օր, շատ տարիներ անց, նրա երազանքը կկանգնի այստեղ, անկոտրում, եւ կբռնկվի լույսով, որը ոչ մի Մոսկվա, ոչ մի ապարատ, ոչ մի հեռագիր երբեք չի կարողանա հանգցնել։ Եվ գուցե սա է այս պատմության իսկական պատասխանը։ Մոսկվան կարծում էր, որ տապալելով Զարոբյանին հաղթել է, ապարատը կարծում էր, որ ջնջելով նրա անունը, ջնջել է հենց մարդուն, բայց ճշմարտությունն այն է, որ նրանք պարտվեցին, որովհետև այն, ինչ իսկապես ուզում էին ոչնչացնել, ժողովրդի հիշողությունը, նրա արժանապատվությունը, նրա ձայնը, մնաց ողջ։ Եվ ամեն տարի, երբ հազարավոր մարդիկ բարձրանում են այդ բարձունքը, նրանք ինքներն էլ չիմանալով հաղթում են Կրեմլի այն սառը մարդկանց վրա, ովքեր ժամանակին որոշեցին, որ հիշողությունը վտանգավոր է։ Իսկ ինչ մնաց այն մարդկանցից, ովքեր բարձրացրին ձեռքերը Զարոբյանի դեմ այն դահլիճում։ Ո՞վ է այսօր հիշում նրանց անունները, ով է գալիս նրանց գերեզմանին ծաղիկներով։ Ժամանակը ի վերջո ամեն ինչ դնում է իր տեղը։ Եվ թերևս հենց դա է պատմության ամենաարդար օրենքը։ Նրանք, ովքեր ընտլորում են վախը, անհետանում են առանց հետքի, իսկ նրանք, ովքեր ընտրում են համարձակությունը, մնում են հավերժ, թեկուզ թանկ գնով։